Բարև ձեզ հայրենակիցներ ջան։ Կապիտուլյանն ասում է 18 թվականից սկսած առ այսօր իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ սա լոզունգ դարձրած, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, Արցախ է հանձնում։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ազատագրված տարածքներն է հանձնում։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, տալիս է Հայաստանի գյուղերից որոշ բաներ։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ծառայում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ցեղասպանությունը չեմ ընդունում։ Դա եղել է ուղղակի համատեղ կոտորած։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ես ամեն օր դավաճանում եմ հայ ժողովրդին, այն ժողովրդին, որին որ պատկանում է իշխանությունը։ Եվ այսպես շարունակ կապիտուլյանտը, այդ բոզածինը, իշխանությունը պատկանում է ժողովրդին լոզունգով, այդպես շարունակում է վարչապետի աթոռին նստած մնալ։ Դրա փչացած կնիկը, այդ ագարկեն, այսպես ասենք, եւ իմիջիալոց, ես խնդրեմ շատերին, որոնք որ ելույթ են ունենում, ճիշտ անունով կոչեք եւ ասեք, թե այդքան պլոճիկ չունեք, վախենում եք ասեք։ Ինչպես իր ագարկակինն էր ասում, մեր ամբողջ ձեռքբերումների համար, որ 90 թվականից մինչև 18 թվականը, որ ազգին դրալ զավակներ գնացին եւ զոհվեցին հանուն հայրենիքի, ազատագրելով մեր պատմական տարածքները, այդ ագարկեն, այդ 50 դրամանոց պոռնիկը, որ փողոցները գցած էր, հայտարարեց, որ դուք զոհվել եք բոլորով հանուն ոչինչի։ Իսկ միգուցե վաղն էլ կանգնի ասի, որ 1915 թվականի 1,5 միլիոն ցեղասպանված հայերը ցեղասպանվել են հանուն թուրքերի, որպեսզի մենք բոզածիններով, դուրս ընկածներով, անբարոյականի վաստակներով ծառայենք Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետությանը։ Եվ նորից վերջում ասի, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այն ժողովրդին, որ է շիականջում քնածը, բայց ժողովուրդը խիչ է ելնում ասի, այ խերրս դնեմ մորդ ու հորդ ու բալեկիդ բերանը։ Դե եթե իշխանությունը պատկանում է մեզ ժողովրդին, ուրեմն եկեք հրապարակի կենտրոն, հատիկ ձեզ ասենք, թե իշխանությունը, որ մեզ է պատկանում, ոնց է լինում։ Դնեն ու սաղին հորնու են բեռնից են հրապարակի կենտրոնում շինեն։ Ես ուղղակի ապշած եմ մեր ժողովրդի վրա։ Եթե իշխանությունը իրենք իրանց բերանով են ասում, որ պատկանում է ժողովուրդ ձեզ, դե ուրեմն իշխանությունը ժողովուրդ դու ես։ Հելի դրանց բորն ու բերանը մեկ արա, ում եք սպասում։ Ումը։ Իշխանությունը պատկանում է ժողովուրդ քեզ, բայց դու ոչինչ ես։ Իշխանությունը պատկանում է ժողովուրդ քեզ, բայց դու անթասիբ ես։ Իշխանությունը պատկանում է ժողովուրդ քեզ, բայց դու վախկոտ ես ու ստոր։ Այո, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այսպես անվոռու գլուխ ապրում եք։ Այդ ջահերով, որ պետք է բարձրանաք Ծիծեռնակաբերդ, 100,000-ավոր մարդիկ բնականաբար կգան։ Կարելի ասել ամբողջ ազգն է գնալու Ծիծեռնակաբերդ։ Դուք պատկերացնում եք մի հատ թռչնի բարձրությունից նկարեք եւ կտեսնեք ինչքան ջահեր կան, ինչքան կարագներ են այրվում։ Իսկ միգուցե հարգանքի տուրքը մեր նախնիներին տալով, այդ նույն ջահերով, այրվող կրակներով, իջնենք հրապարակի կենտրոն
Եվ շատ հանգիստ ձևով այդ ջահերով նորից եմ ասում, որ կրակները բոլորիս ձեռքում է լինելու։ Գրավենք իշխանական շենքերը, ոստիկաններով ամրացրած կլնեն, պատներ սարքած կլնեն։ Բարի, այդ ջահերը կարելի է նետել դրանց վրա։ Կրակը նույնպես զենք է։ Կրակը այրում և ոչնչացնում է ամեն ինչ։ Դե ուր ես ընդդիմություն, արի ղեկավարի, դե ընկեք առաջ, գնացեք, սա լավ առիթ է, որ ամբողջ ազգովի հավաքվել եք, չէ որ կապիտուլյանտը ուրանում է, ուրացման քաղաքականություն է վարում։ Որ փորձում է, ես դեռ ժամանակին է ասում, քանի ամիսներ առաջ, որ կգա ժամանակը, երբ որ այդ վիժվածքը, այդ պոռնկացինը նույնպես ուրացման քաղաքականություն կվարի։ Եվ կասի այն եղել է համատեղ կոտորածներ, և իմ բառերը տառ առ տառ, բառ առ բառ, այդպես էլ նա կրկնեց։ Եվ դուք ո՞նց եք թողում այդ իշխանավորներին, որպեսզի մնան մեր երկրում։ Ես միայն մի բան եմ ուզում հասկանամ, մենք ինչից ենք վախենում։ Ինչից։ Ոստիկաններից, ԱԱՑ-ից, այն ուժային կառույցներից, որ ուրացողներին են պաշտպանում, նրանց անվտանգությունը, ուրեմն նրանք էլ մեզ ժողովրդի թշնամին են։ Եթե ժողովուրդն է իշխանությունը, ուրեմն պետք է ժողովուրդն էլ իր ուժը ցույց տա։ Ժողովուրդ, դու իշխանություն ես, իրենք են ասում, իրենց բերանով են ասում, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պարզ տեքստով ասում են, իշխանությունը պատկանում է ձեզ, եկեք մեր հերն ու մերը անիծեք։ Բայց ոչինչ տեղից չի շարժվում։ Այո, բոլորով գնում ենք ամեն տարի։ Կներեք, թող գրեիք չստացվի, կոպիտ, այսինքն չստացվի, ողբում ենք մեր ցեղասպանված հայերի համար։ Ես վստահ եմ, եթե անգամ մեկ ցեղասպանված հայ հնարավոր լիներ, նորից եմ ասում, երկնքից խոսեր և ձայնը լսեինք բոլորովս, հաստատ նա կասեր, այդ 110 տարվա ծաղիկները մեզ պետք չեն, ձեր ջահերն էլ մեզ պետք չեն, ձեր ողբն էլ մեզ պետք չի, մեզ վրեժ է պետք, վրեժ, լուծեք մեր վրեժը, որ մեր հոգիները վերջապես հանգստություն առնեն երկնքում։ Եվ այն տղաների, որ 90 թվականից մինչև առայսօր դեռ զոհվում են հայրենիքի համար, որոնց անունը կնքվեց, դուք զոհվում եք հանուն ոչինչի։ Եվ զոհվել եք հանուն ոչինչի։ Եթե այդքան սիրում ենք, ազգովի միասնական ենք, ապրիլի 24-ին ենք հավաքվում, ամբողջ ազգն է հավաքվում, հիշատակելու համար մեր նախնիներին։ Ես նորից եմ կրկնում, եթե նախնիները լեզու ունենային խոսելու, հաստատ կասեին, նորից եմ կրկնում, հերիք է ողբակ մեր վրա, մենք արդեն չկանք, դուք ինքներդ եք արդեն ողբալի վիճակի մեջ կենթանի վիճակով, գնացեք և մեր վրեժը լուծեք և ձեր վրեժը լուծեք և ապագա սերունդների համար ապագա կյանք կառուցեք, այլ ոչ թե ողբացեք ամեն տարի մեր համար, մենք արդեն չկանք, դուք կաք և ըտենց եք պահում մեր հիշատակը, ըտենց եք պայքարում վրեժ խնդիր լինում, առավել ևս երբ որ իշխանությունն է ծառայում թուրքերին, թուրքական իշխանությունը, գնացեք մորթեք, ինչ ուզում եք արեք, վրեժ լուծեք, չէ որ 15 թվականին մորթել են թուրքերը հայերին, մորթել, կենդանիների պես մորթել են, եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն մենք ուժ ենք, չէ իշխանություն ենք, ուրեմն եկեք մենք էլ մորթենք մեր մորթողներին, որ այսօր իշխանության վրա թառած են, մեր մորթողների կամակատարները և նորից շարունակում են մորթել մեզ բոլորիս, ուր է մեր պատիվը,
Ուր է մեր արժանապատվությունը ընդհանրապես, որտեղ է, ով ոնց կուզի թող հասկանա, այս ամեն ինչը իմ համար, լավ է անում, որ բարձրանում են, գնում ենք հիշատակելու, բայց այս ամեն ինչը արդեն նմանվում է մղզավանջի, արդեն մի տեսակ, ես չգիտեմ, ինչ-որ միտեղ ստորացուցիչ է դառնում բոլորիդ համար, չեք զգում դա։ Ես նորից եմ կրկնում, քանի դեռ մեր ցեղասպանված նախնիների վրեժը չենք լուծում, եւ 90 թվականից բոլոր այն տղաների, որոնք իրենց կյանքը դրեցին Արցախի ազատագրման եւ մյուս շրջանների համար, եւ չենք լուծում, նորից եմ կրկնում, նրանց վրեժը, ուրեմն մեր այդ ջահել վառելը ամեն տարի ծիծառնակաբերձ բարձրանալը կոպեկի արժեք չունի, կոպեկի արժեք չունի։ Ինչքան կարելի է հանդուրժել, ինչքան նորից եմ կրկնում, ինչքան կարելի է հանդուրժել, աշխարհում չեք գտնի մի ժողովուրդ, որ այսքան հանդուրժի։ Չկա նման բան, չկա։ Խելագարվել կարելի է։ Եվս մեկ անգամ կրկնեմ, բերեմ հենց նույն Կոմիտաս վարդապետին, որ նախորդ ելույթներից մեջ եմ ասել։ Ասում են Կոմիտաս վարդապետը խելագարվեց այդքան դիակներ ու արյան գետեր տեսնելուց։ Ոչ, Կոմիտաս վարդապետը ոչ միայն դրանց խելագարվեց, այլ հիմնականում նա խելագարվեց, որ չենք կռվում։ Կռվողներն էլ շատ քիչ ազգին վերալներն էին։ Սովորենք ճշմարտության հետ առերեսվել, հասկանալ, վերլուծել, գնահատել եւ վերափոխվել ու գործի անցնել։ Չի կարելի սենց գլուխդ հեզ կախես ու մորթվես։ Լավ մենք ով ոչխար չենք։ Մենք կենքան ենք, մատաղացու ենք, քանի դեռ չենք մորթել, լավ հիշեք, քանի հայ մարդը, հայ ժողովուրդը մորթել չի սովորել, հայ էլ մորթվելու ենք, այսքանը լավ մնացեք։